Մեր հասարակության մեջ ջուր կարծիք կա, թե գրող լինելու համար առանձնապես մեծ ջանքեր հարկավոր չեն։ Գրում ես, որովհետև լավ երևակայություն ունես։ Ոչ, նախ լավ երևակայություն ունեցողը կարող է լավ երևակայել, բայց ոչ լավ գրել։ Երկրորդը, լավ գրելը եւ գրականություն ստեղծելը երկու տարբեր բաներ են։ Ես Նարե Արիսն եմ, գրող, ռեժիսոր, մեկ բառով storyteller։ Եթե storytelling-ը գրքերում, ֆիլմերում կամ առօրյայում քեզ հետաքրքիր է, բաժանորդագրվի Մալիքին։ Չգիտես ինչի, մարդիկ գիտակցում են, որ օրինակ բժիշկ լինելու համար հարկավոր է տարիների կրթություն, փորձ, բայց ոչ գրող լինելու համար։ They ask you how you are, you just have to say that you're fine when you're not really fine. Ջուր կարծիքը ստեղծվում է նրանից, որ գիրը հասանելի է բոլորին, բայց մարմինը շարժել ու պարել նույնպես կարող են բոլորը։ Բայց դրանով բոլորը չդարձան պրոֆեսիոնալ պարող։ Այնպես որ գրականության հետ առնչվելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է կրթություն։ Ու չէ, խոսքը դիպլոմներ թափ տալու մասին չի։ Բոլորս էլ գիտենք ինչքան շատ են PhD տիտղոսով դատար գլուխները։ Այնպես որ կրթությունը կարող է լինել ինքնակրթություն, կարող է լինել ամենապրեստիժ անունը ունեցող համալսարանի կրթություն, կարևոր չի։ Կարևորը տարիների խորքային ուսումնասիրությունն ու այդ գիտելիքը գրելու ընթացքում կիրառելու կարողությունն է։ Գրականություն ստեղծելու համար նախ եւ առաջ պետք է իմանալ, թե ինչ է գիրը, ոնց է լեզուն հնարավոր վերածել գրի, իմաստը, տեքստի, միտքը, կառուցվածքի, էմոցիան, ռիթմի։ Գրել կարող է յուրաքանչյուրը, բայց գրականություն ստեղծում են գրողները։ Գրողը իր կրթության ընթացքում սովորում է երկու հիմնարար բան. նախ ոնց կարդալ, հետո ոնց գրել։ Այո, մարդկանց մեծ մասը կարդալ չգիտի։ Կարդալ ոչ թե տեխնիկական իմաստով, տառը ճանաչելու, բառը հասկանալու, այլ տեքստի հետ խորքային աշխատանք կատարելու իմաստով։ Ուսումնասիրության այս ընթացքը ես բաժանել եմ 3 հիմնական սյուների, որոնց վրա հենվում է ընթերցանության արվեստը։ Դրանք են երկխոսությունը, պատմական համատեքստը, վերլուծությունը։ Սկսենք երկխոսությունից։ Գրականությունը դարերով ցկվող զրույց է։ Զրույցը կարող է լինել տարբեր դարաշրջանների հեղինակների միջև, կարող է լինել հեղինակի եւ իր ժամանակակիցների միջև։ Որ պատկերացնեք, օրինակ բերեմ 18-րդ դարի անգլիացի երկու հեղինակի՝ Alexander Pope, Lady Mary Wortley Montagu։ Այս երկուսը մի ժամանակ ընկերներ էին, ինտելեկտուալ առումով հիանում էին միմյանցով, երևում էին նույն շրջանակներում։ Հետո, երբ ընկերությունը խզվեց, հակամարտությունը անցավ գրական դաշտ։ Pope-ը իր Epistle to Dr. Arbuthnot գործում, որը երկիծական պոեմ է, անուղղակի ձևով ծաղրում է Lady Mary-ին։ Lady Mary-ին պատասխանում է իր Verses Addressed to the Imitator of Horace գործով, որտեղ սուր ծաղրանք է ուղում Pope-ի հասցեին։ Ոնց է, օրինակ, իհարկե Pope-ի երաժշտության մեջ էլ կա, բայց ասենք рэպերների շրջանակում ավելի տարածված է գործերի մեջ իրար նշելը ուղղակի կամ անուղղակի ձևով, ծաղրելը, նվաստացնելը, չէ, երաժշտական պատերազմները։ Ու այդ արտիստներին լսողները տեղյակ են այս պատերազմների մասին, երբ որ ինչ-որ track-ա դուրս գալի լսում են, հետո հասկանում են ում մասին էր խոսքը, սպասում են արձագանքի, այս նույնը կատարվում է նաև գրականության մեջ, տարբեր ժանրերում, տարբեր ձևերով, բայց խոսակցություններ, երկխոսություններ տեղի են ունենում, ու եթե ընթերցողը տեղյակ չի դրա մասին, մի հսկա իմաստային շերտ բաց է թողնում։ Ահա թե ինչ են սովորում անել գրողները։ Եվ ի դեպ, երկխոսությունը պարտադիր չի լինի ծաղրական, թշնամական, կարող է լինի հաստատում, կարող է լինի լրացում, կարող է լինի համաձայնություն եւ այլն։ Հիմա վերցնենք Pope-ի An Essay on Criticism գործը։ Այստեղ կան շատ հայտնի ու արդեն թևավոր դարձած տողեր։ A little learning is a dangerous thing. Drink deep or taste not the Pierian spring. Որը թարգմանվում է մակերեսային գիտելիքը վտանգավոր բան է, կամ խորամուխ եղիր, կամ էլ ընդհանրապես մի համտեսի
Պիերիական աղբյուրից։ Պիերիական աղբյուրը հին հունական դիցաբանության մեջ Օլիմպոս լեռան ստորոտում գտնվող սրբազան աղբյուր էր համարվում։ Ըստ ավանդույթի նվիրված էր մուսաներին ու հետևաբար ով խմում էր դրա ջրից, ստանում էր իմաստություն, մեծ գիտելիք ու պոետիկ ներշնչանք։ Ուրեմն հասանք պատմական համատեքստին, կոնտեքստին։ Փոփը գրում է լուսավորության դարաշրջանում։ Մի ժամանակաշրջան, որը տարված էր կրթությամբ, գիտությամբ, բանականությամբ, մտավոր հեղինակությամբ, հին հունական ու հռոմեական աշխարհներով, որոնց հղումները ի դեպ լուսավորության հեղինակների մոտ շատ տարածված են։ Ուրեմն երբ հաշվի ես առնում այս պատմական համատեքստը, բանաստեղծությունը զուտ պոետիկ ներքին արժանինքներ գրելուց բացի դառնում է մշակութային ավելի մեծ զրույցի մաս։ Ու կարևոր մի բան, մեծ գործերը ոչ միայն ձևավորվում են տվյալ ժամանակաշրջանի ազդեցության տակ, այլև իրենք են ազդում այդ ժամանակաշրջանի ձևավորման վրա։ Հենց դրա համար էլ դառնում են այդ ժամանակաշրջանի կարևորագույն գործերը, որովհետև ոչ միայն լավագույնս արտացոլում են տվյալ ժամանակաշրջանը, այլև ընկած են գրական ուղղությունների ձևավորման հիմքում, այդ ժամանակաշրջանի ճաշակի նույնիսկ մտածողության ձևավորման հիմքում։ Դե իսկ այս դեպքում, Pope-ի դեպքում խոսքը անգլիական նեոդասական պոեզիայի ձևավորման մասին է։ Եվ հասանք երրորդ սյանը վերլուծությանը։ Ոչ կառուցվածք, շարահյուսություն, իմաստաբանություն եւ ուրիշ շատ էլեմենտներ ձևավորում են գրական լեզուն։ Թելի պես բռնում ես, քաշում ես ու սկսում ես գործվածքը մտովի քանդել, որ հասկանաս ոնց է այն կարվել։ Վերցնենք մեր արդեն սիրելի Pope-ի տողերը։ A little learning is a dangerous thing. Այստեղ ոչ միայն իմաստն է շատ ուշագրավ, այլև ռիթմը, Pope-ը գրում է յամբերով, հնդգոտնյա տողերով, ու այս ձևը անգլիական նեոդասական պոեզիայի գերիշխող ձևերից է։ Յամբը երկու վանկանի բանաստեղծության ոտքն է, կազմված մեկ անշեշտ ու մեկ շեշտված վանկերից։ Հիմա շեշտելով կարծեմ, որ հասկանաք։ A little learning is a dangerous thing. Da-dum, 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 da-dum. Ուրեմն ռիթմը ինչ ենք լսում, հավասարակշռվածը, հստակը, խիստը։ Այս ձևը ինքնին արտացոլում է լուսավորության իդեալները՝ կարգ ու կանոն, ռացիոնալիզմ, հետևողականություն, մտավոր կարգապահություն։ Ստացվում է, որ ձևը ինքնին գաղափարախոսություն է հաղորդում եւ անքակտելիորեն կապված է իմաստին։ Թեև վերլուծության մեջ մտնում է առանձին իմաստաբանական հետազոտությունը ևս։ Ու նույն կերպ կարելի է վերլուծել արձակ գործերը։ Օրինակ, եթե համեմատենք Faulkner-ի եւ Hemingway-ի նախադասությունները, կտեսնենք, որ Faulkner-ի նախադասությունները մեկը մյուսին հաջորդում են մտքի տարափի պես, ներքին մտորումների պես, բառաշատ են, խճճված են, ռեկուրսիվ շարահյուսություն ունեն։ Մինչդեռ Hemingway-ի դեպքում լեզուն շատ ավելի ուղիղ է, առանց զարդարանքների, բառերը ասես հատուկ ընտրված ու կշռված լինեն, որ ոչ մի ավելորդ բան չլինի ու շատ են կարճ, բայց շոկի ենթարկող նախադասությունները։ Դուք օրինակ այս նկարչի գործը չեք շփոթի սրա կամ սրա հետ։ Նույն կերպ վարժ ընթերցողը տարբերակում է մի գրողի ոճը մյուսից։ Ուրեմն վերլուծել նշանակում է շերտերով բացել տեքստը ու տեսնել հեղինակի կատարած ընտրությունները։ Ամփոփեմ ընթերցանության 3 հիմնարար սյուները։ Երկխոսություն, որը կարող է տեղի ունենալ նույն կամ տարբեր ժամանակաշրջանի հեղինակների միջև, պատմական համատեքստ, տվյալ հեղինակի ժամանակաշրջանի ուսումնասիրություն եւ վերլուծություն, ձևի ու իմաստի մանրակրկիտ քննում։ Այս երեքը իրարից առանձնացած չեն ու մշտապես հատվում են։ Հիմա երևի տեսնում եք, որ գրողի համար ընթերցանությունը պարզապես пассив ժամանց չի։ Ընթերցանությունը գրողների համար ավտոմատ դառնում է հետազոտություն, համեմատություն, վերլուծություն։ Այս կրթությունը գրողի համար գոնե հիմնարար մակարդակում պարտադիր է։ Չեմ ասում գրողը պետքա գրականագետ դառնա, չէ, բայց առանց հիմնարար գրական կրթության անհնար է առնչվել գրին։ Ու հենց կարդալ սովորելու process-ում ձևավորվում է գրողի սեփական լեզուն, որովհետև առանց այդ հիմքի իրական լեզուն չի զարգանում։ Երեք սյուների այս մոդելը ստեղծված է իմ կրթության, գրելու փորձի հիման վրա։ Նպատակն էր խտացնել այս ամբողջ փորձը հստակ կառուցվածքի մեջ, որ կարողանայի ձեզ հեշտորեն դա փոխանցել։
Դրա համար, եթե ձեր կրթությունը գրականության կամ հարակից ոլորտներում է ու դուք չեք հանդիպել հենց այս տերմիններին, հենց այս մոդելին, մի զարմացեք, որովհետև չեք հանդիպելու, բայց վստահ եմ, որ այս process-ներից առնվազն մի քանիսին, եթե ոչ բոլորին, արդեն ծանոթ եք, ձեր կրթության ընթացքում ծանոթացել եք կամ գոնե պետքա շուտով ծանոթանաք։ Իսկ թե որն է գրելու 3 սյուների մոդելը, կպատմեմ մյուս վիդեոյի մեջ, այնպես որ բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում ասեք, այս պահին ինչ եք ընթերցում։ Մինչ հանդիպում։